Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի տուպիկը կամ փակուղին խաղաղության խաչմերուկի փոխարեն հարգելի հեռուստադիտողներ։ Ինչ են ասում իշխանությունները, ասում են Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից դուրս է գալիս, դե ինչ անենք, քանի որ իրենք դուրս են գալիս, մենք պետք է այլընտրանքներ փնտրենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց եկեք հասկանանք, Ռուսաստանի Դաշնությունը իսկապես դուրս է գալիս տարածաշրջանից, թե հակառակը փորձում է դիվերսիֆիկացնել իր լոգիստիկ առնվազն ներկայությունը մեր տարածաշրջանում։ Այս հարցին պատասխանելու համար մեզ օգնության է գալիս այսօր հրապարակված լուրերից մեկը։ Ապրիլի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործնական փուլի են անցնելու Ռաշտ Աստարա երկաթգծի կառուցման աշխատանքները 160 կիլոմետր երկարությամբ երկաթգծի վրա Թեհրանը եւ Մոսկվան միասին ծախսելու են 1.6 միլիարդ եվրո։ Սա այն առասպելական 9 միլիարդ ամերիկյան դոլարի մասին չէ, որ ասում են, որ ամերիկացիներն են ներդնելու, վերջում պարզվեց, որ ոչ, մենք ենք ներդնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Ռաշտ Աստարա երկաթգիծը դա ընդամենը մի հատվածն է հյուսիս-հարավ նախագծի, հյուսիս-հարավը դա եւս տրանսպորտային նախագիծ է, լոգիստիկ նախագիծ է, որը կարող էր անցնել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով, բայց այս պայմանությամբ մենք կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի տարածքով անցնելու է, Հայաստանի Հանրապետության տարածքով չի անցնելու եւ այս նախագծի շահառուներից մեկը լինելու է Ադրբեջանի Հանրապետությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ արձանագրենք, եթե այս նախագիծը կյանքի է կոչվում, Մոսկվան եւ Թեհրանը միջև վերջ իրականացնում են այս նախագիծը, նախատեսված ներդրումային ծրագիրը իրականացնում են, դրան էլ գումարած Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու է թրիպը իր ներկայիս կոնֆիգուրացիայով, մենք ստանալու ենք հետեւյալ իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունը դառնում է ընդամենը բուֆերային տրանզիտային գոտի թրիպի շրջանակներում, այն էլ այն կոնֆիգուրացիայով, որ մենք ելք չենք ունենալու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, երկաթգծի մասին է խոսքը, բայց Ադրբեջանը ունենում է եւ փայաբաժին փաստացի թրիպում, առնվազն փայաբաժին հետեւյալ համատեքստում, տեսեք, ինչ են ասում ադրբեջանցիները, մենք հայերի երես չպետք է տեսնենք, երբ որ մտնենք Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այո, եթե ադրբեջանցիները գան Հայաստանի Հանրապետության տարածքով անցնեն եւ գնան Նախիջևան, իրենք տեսնելու են արհեստական բանականություն, որովհետեւ ֆրոնտ օֆիսի շրջանակներում կարող են նաեւ ընդհանրապես սահմանապահներ կամ առհասարակ որովիցե մարդ այնտեղ ընդհանրապես չլինի։ Այսինքն Ադրբեջանը ստանում է եւ թրիպը, մյուս կողմից ստանում է հյուսիս-հարավ նախագիծը։ Ընդհանրապես տեսեք թրիպի վերաբերյալ հերթական անգամ այս թեմային անդրադառնանք, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին մանրամասն իր վերջին թե մամուլի ասուլիսի ժամանակ, թե իր հարցազրույցի ժամանակ մանրամասն անդրադարձել է նշելով հետեւյալը, որ սա ոչ այլ ինչ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների նվերը Թուրքիան եւ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին։ Ուղղակի եթե մենք այստեղ հաշվի ենք առնում կրկին այն հանգամանքը, որ Ռաշտ Աստարա նախագիծը կյանքի է կոչվելու, կրկին ասենք Ադրբեջանը եւ թրիպն է ստանում եւ հյուսիս-հարավ նախագիծն է ստանում։ Եվ այստեղ հերթական անգամ վերադառնալով նախագահ Քոչարյանի խոսքին, մենք պետք է նշենք հետեւյալը. Արդյոք Ռուսաստանի Դաշնությունում չեն հասկանում, որ եթե այս երկու նախագծերը իրականացվեն, Ադրբեջանի դերը որպես լոգիստիկ կենտրոն տարածաշրջանում չափազանց մեծանալու է։ Իհարկե Ռուսաստանի Դաշնությունում այս ամեն ինչը հասկանում են։ Հայաստանում այս ամեն ինչը հասկանում են, թե ոչ, սա մեկ այլ հարց է, այսինքն լավ այսպես ասենք, այլընտրանքային քաղաքական ուժերը, ոչ իշխանական ուժերը սա հասկանում են, իշխանությունները սրա հետ որևիցե խնդիր չունեն։ Ինչի մասն է խոսքը, տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը Ալեքսեյ Օվերչուկի շուրթերով հնչեցնում է հետևյալ գաղափարը, որ շատ լուրջ աշխատանքներ են կատարվում աբխազական երկաթգիծը վերականգնելու ուղղությամբ։ Ավելին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հերթին ասում է հետևյալը. եթե աբխազական երկաթգիծը վերականգնվի, մեր մասով այդ երկաթգիծը վերականգնելու համար անհրաժեշտ է մոտավորապես $100 միլիոն ներդրում։ Դա հանգեցնելու է նրան, որ մենք Հայաստանից Ռուսաստան շատ ավելի հեշտ, շատ ավելի արագ, շատ ավելի էժան ենք հասնելու, քան եթե պատկերացնենք հիպոթետիկ մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանի տարածքով մեզ համար տրանզիտային հնարավորությունները բացվում են 600-ից 700 կիլոմետր ավելի կարճ ճանապարհ մենք պետք է անցնենք, որպեսզի կարողանանք Հայաստանով ապրանքներ արտահանենք Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն, եթե ռուսական կողմը եւ վրացական կողմը գալիս են պայմանավորվածության եւ այնուամենայնիվ այդ նախագիծը կյանքի կոչվում, մենք ստանալու ենք հետևյալ իրավիճակը։ Տեսեք, Ռուսաստանը մի կողմից
կարողանում է զսպել Ադրբեջանի ախորժակները, որովհետև իրենք ունենում են այլընտրանքային երկաթգիծ, որով կկարողանան նաև իրականում Թուրքիայի հետ կապվել, կկարողանան Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապվել։ Մեր պարագայում մենք իսկապես ստանում ենք այլընտրանքային երկաթգիծ եւ օրինակ ռուսական էժան բենզինը պրեմիում տեսակի ոչ թե Ադրբեջանի տարածքով ենք բերել եւ այստեղ քաղաքացիներին խաբելու ենք, ասել ենք, որ սա ադրբեջանական բենզին է, ավելի էժան է, ի շնորհիվ ադրբեջանցիների դուք գումար եք խնայում, այլ իրական ռուսական պրեմիում տեսակի բենզինը կբերենք Հայաստան եւ շատ ավելի էժան գներով կվաճառենք։ Կրկին ասենք, այստեղ խնդիրներից մեկը իհարկե կայանում է Վրաստանի քաղաքական իշխանությունների մոտեցման մեջ, բայց այստեղ արդեն Հայաստանի ցանկացած իշխանություն, որը մտահոգված է Հայաստանի շահերով, պետք է աշխատի մեր վրացի գործընկերների հետ, աշխատի հետեւյալ ուղղությամբ ներկայացնելու իրենց առավելությունները մի իրավիճակում, եթե աբխազական երկաթգիծը աշխատի, դա Վրաստանին եւս կտա հնարավորություններ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում իսկապես ազդեցության նոր լծակ ունենալ, որովհետեւ ռուսական կողմը մեծապես կախված է լինել աբխազական երկաթգծից։ Մյուս կողմից Վրաստանի իշխանությունները կունենան հնարավորություն ազդելու նաեւ Ադրբեջանի վրա, որովհետեւ եթե իրենց տարածքով երկաթգիծը աշխատի, դա Ադրբեջանի հետ հարաբերություններում ամրապնդվելու հերթական տարբերակներից մեկն է, բայց այս ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս ուղղությամբ չի աշխատում, որ պարագայում կաշխատի, եթե 2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանը արթնանա նոր քաղաքական իրավիճակում, մտածեք այդ մասին։